Ցավոք սրտի այսօր շատերն են կիրառում այդ մեթոդը, բայց ապարդյուն։ Տեղային օգտագործման անտիսեպտիկ միջոցները որևէ ձևով չեն կանխարգելում սեռավարակների փոխանցման ռիսկը եւ չեն պաշտպանում ձեր սեռավարակներից։ Եթե տվյալ անձնավորությունը, որի հետ դուք ունենում եք սեռական հարաբերություն, ինքը ունի որևէ ինֆեկցիա, ապա սեռական հարաբերության ընթացքում այդ ինֆեկցիան փոխանցվում է ձեզ։ Եվ սեռական հարաբերության ավարտից հետո դուք ձեր սեռական օրգանները կախտահանեք միրամիսցինով, պերեկիսով, ես հաճախ նույնիսկ հումոր եմ անում այդ ամեն ինչի հետ կապված, կամ այլ անտիսեպտիկ միջոցներով, ապա դա որևէ ձևով չի կանխարգելում։ Գուցե դուք գրականության մեջ կամ ինչ-որ մեկի էջում հանդիպեք ինֆորմացիա, որ այս կամ այն տոկոսով նվազեցնում է սեռավարակի ռիսկը, ոչ, չի նվազեցնում։ Սեռավարակը սեռական ուղիներով, այսինքն անդամի արտաքին հատվածից, միզուկի արտաքին բացվածքից ներթափանցում է դեպի միզուկի խորքը, տեղակայվում լորձաթաղանթի վրա։ Միրամիսցինով ինչը պետք է ախտահանեք եւ ինչ չափով։ Չեք կարող դուք ողջ միզուկը երկարությամբ ախտահանեք, մաքսիմում ախտահանելու եք անդամի գլխիկը, դա որևէ ձևով չի կանխարգելում սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների ձեր օրգանիզմում գտնվելու ռիսկը։ Գուցե որոշակի չափով կանխարգելվում են մաշկային, սնկային տարատեսակ հիվանդությունները, բայց ինչ վերաբերվում է այնպիսի հիվանդություններին, ինչպիսիք են խլամիդիան, ուրիոպլազման, միկոպլազման, տրիխոմանոզը, գոնորեան, այդպիսի հիվանդությունների ռիսկը նույնն է եւ միրամիսցինով ախտահանելու դեպքում եւ միրամիսցինով չախտահանելու դեպքում։ Ուզում եմ նաեւ շեշտել այն հանգամանքը, որ տարբեր տեսակի ախտահանիչ միջոցների գերչարաշահման հետևանքով մենք ունենում ենք վերջում քրոնիկական բալանոպոստիտի վիճակներ։ Այո, տարբեր ախտահանիչ միջոցների անհիմն կիրառումը սեռական օրգանի գլխիկի ախտահանման նպատակով ի վերջո բերում է սեռական օրգանի գլխիկի հատվածում կարևորագույն դերակատարում ունեցող միկրոբների ոչնչացմանը, որի հետևանքով մենք ունենում ենք արդեն մաշկի չորացում, գլխիկի մաշկի չորացում, որը բերում է տարբեր տեսակի մաշկային հիվանդությունների, ատոպիկ դերմատիտի եւ այլն, որի հիմքում էլ հենց վերջում կարող է ընկած լինել քրոնիկական բալանոպոստիտը, որ արդեն պետքա մտածենք հետո ոնց ենք լուծում տալիս այդ հարցին։ Ստացվող խնդիր չկար, դուք այդ ախտահանիչ միջոցներով խնդիր եք սարքում։ Հորդորում եմ, որպեսզի բարեկամների, ծանոթների եւ ընկերների անձնական փորձը չկիրառեք ձեր վրա, այլ հետեւողական լինեք ավելի շատ բժշկական խորհուրդների։